Սիրելի հանդիսատես, ես որոշեցի հենց այս մարխոշ լույսով, քանի մութը չի ընկեմ երկու, շատ լավ բան ասեմ ձեզ, այսօր տրամադրությունը շատ լավ է, հրաշալի եղանակ եւ հենց այս միջավայրում է, որ անցնում է այն լորուձորը ներկայացումը այ հենց այս բալկոնից, ամսի 24-ին սպասում եմ իսկ հիմա շատ պոզիտիվ եւ լավ լուր, քանի որ կարծում եմ մենք դրա կարիքը ունենք, որովհետեւ ամբողջ Facebook-ը ողողված է Ծառուկյանի արյուծներով եւ ինչ որ տենց վայրահաչոցներով այդ թեմայով տարբեր ահա այսպես դնեմ մի քիչ հերվանամ ժողովուրդ նոր իմացա Մարատ Հակոբյանի ալիքից մի դա Կիևի բլոգերներից մեկն է նա հայազգի ուկրաինացի բլոգեր իդեպ կարող եք ալիքին գրանցվել, եթե հետաքրքիր է Ուկրաինայում ինչ է կատարվում եւ հայ համայնքում Ուկրաինայի ինչ է կատարվում, այսպես կանգնեմ ունիտազի ֆոնին, էլի, ով որ գալիս է թատրոն գիտի, այդ ինչ է, հետո կխոսենք։ Հա, իմացա, որ հայկական ծիրանի մի մեծ պարտիա գնացել է Ուկրաինա, պատերազմող երկիր առնում է Հայաստանից ծիրան։ Բացի ծիրանից էլ ինչ-որ բաներ առել Ուկրաինան, ծաղիկներ եթե չեմ սխալվում։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ Մարատը ասեց, որ հենց մտել է թե չէ, մի անգամից սպառվել է, վաճառվել է, չէ՞ ինչ որ մեկը առել է մի անգամից տալ է վերավաճառելու, թե ինչ, բայց մեր արտադրողի համար դա այնքան ասենք հետաքրքիր չի, ասենք մի անգամից սախվել է։ Գիտեք, ինչն է ինձ վշտացնում, որ մենք ասենք տարիներ շարունակ լսել ենք, որ մենք ոչ մեկին պետք չենք։ Ես անգամ իմ շատ մոտիկ ընկերներից շատ այսպես ինձ հարգանք վայելող մարդկանցից եմ լսել, որ գիտես, արա դե լավ, արա ինչ ծիրանը տանելու ենք պրիբալտիկա ծախենք, արա կամ ուր ենք, դե չես չունենք, մենք տուպիկի մեջ ենք, էլի ոչ մի վարիանտ չունենք, մենք էլի դե էտա, հիմա էտա Ռուսաստանի հետ պետքա ես դեմ չեմ ախր որ Ռուսաստանի հետ լավ լինենք, ես համոզված եմ իշխանությունը դեմ չի Ռուսաստանի հետ լավ լինեն, բայց մենք այնպես էլ մենք ոչ մեր հարևաններին ճանաչեցինք, ոչ Ռուսաստանին ճանաչեցինք։ Մենք չգիտենք Ռուսաստանը ինչ է։ Մենք չենք հասկանում, որ դա մի կայսրություն է, որը որ երբեք չի հաշտվելու մեր ազատության եւ սուվերենության հետ։ Երբեք չի հաշտվելու, որ մենք կարող ենք սուվերեն ինչ որ կարծիք ունենանք։ Ամբողջ ինչի ծիրան տարենք, ծախենք, բան։ Պարզ է, չէ՞, ասենք, լավ, դժվարություններ կան, հա, ասենք Թուրքիայի սահմանը փակ է, այդ ծիրանը չգիտեմ ոնց է օթով է գնացել, ծիտիկներն են տարել, թե ոնց են տարել, թե ինչ է եղել, բայց դե նաղդի ով ծախվել է, հա, բայց մենք ինչպես թուրքերին չճանաչեցինք նրանք ով են եւ ինչ են մեզնից ուզում, այնպես է մենք չճանաչեցինք ռուսական կայսրությունը, որ միջին վիճակագրական, ասենք ռուսը անգամ, հա, որը որ այսօր ապրում է Ռուսաստանում, իր մտածելակերպը կայսրական է, ինքը համարում է սա ազդեցության գոտի ու միշտ համարելու ազդեցության գոտի ու երբեք չի հաշտվելու, որ մենք ինչ որ մեկին էլի կարող ենք պետք գանք եւ դրա համար որ հիմա հաչում են ասենք հասկանում եք այդ Զախարովաները, Մախարովաները, դե ու սա իր այդ ճիճուները, սկի անուններն չեմ ուզում տալ, այդ հայկական ազգանունով ինչ քաքասես չկա, դե գիտեք էլի։ Հա, որ ասում է կփագենք, ասում է հայերի բուտկը, ասում է Ռուսաստան, յա լավ է լուրջ եք ասում, թե չէ երազում են գանք, մի խոսքով, հա։ Նրանք միշտ եղել են Կրեմլի բերանները, Կրեմլի բերանը լավ ընչեց, հա, ու միշտ ասել են այն ինչ որ մտածել է Կրեմլի ղեկավարությունը, միշտ ասել են դա, ու միշտ ասելու են, մեզ թվում է հիմա ասենք, ես գիտեք ինչից եմ ջղայնում, իշխանությունը ասում է, մենք նոր հարաբերություններ կստեղծենք, մենք արդեն պետքա Ռուսաստանը հասկանա, որ մենք արդեն չենք խոսելու իրանց հետ այնպես, ինչպես վասալներ, մենք արդեն խոսելու ենք հավասար, արա իրանք չեն խոսելու հավասարի հետ ձեր հետ, երբեք, հասկանում եք, չեն խոսելու, մինչև, ասկի բանի, չգիտեմ ասենք,
մեծ երկրների հետ չի խոսում հավասարի չափ, հա, ուր մնաց ասենք մեզ հետ։ Մենք պիտի պատրաստ լինենք, որ նրանք երբեք դա չեն ընդունել։ Ուղղակի մենք պետքա հնարավորին չափ պոկվենք, հնարավորին չափ ուժեղանանք եւ հնարավորին չափ կարողանանք այս process-ը շատացնենք եւ ավելացնենք, որովհետեւ դա մի process է, որը որ բան է ալնելու։ Ասենք շարունակվել է ու տենց է շարունակվել, ինքը չկարա փոխվի։ Հիմա ինչ վերաբերում է այդ, ասենք, վաճառքին, ես մեր այսպես ասած ապրանքի, հա, որ դուրս է գնում, ես մի հետարքիր դիտարկում ունեմ նաև այդ թեմայով, գիտեք, դա չգիտեմ, ցավոք թե ինչպես որպես փաստ ասեմ, որ դա իշխանության շնորհքը չի, բացարձակ, դա իշխանության շնորհքը չի, դա ներքին կապերի, ներքին, ասենք, Սփյուռքի եւ մեր բիզնեսմենների, այսպես կապերի շնորհն է, համենայն դեպս այդպես ասեց այդ ալիքում, այդ բլոգերը, հա, Հակոբյանը Մարատ, ասեց, որ դա այ հենց ներքին կապերով արած մի բան է, այսինքն տեսնում եք, մենք նու դա որպես, չգիտեմ, տենց քննադատություն չընդունենք, ասենք, հա, դու կարելի է քննադատել, նու երևի մյուս անգամ, ասենք, նաև իշխանությունը կմտածի այդ ուղղությամբ, որ դա կարելի է անել եւ կանի, չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ, որ տեսնում եք Սփյուռքը ոնց կարելի է օգտագործել, նու օգտագործել մի քիչ վատ անուն բանա, ասենք, բանը, հա, մենք Սփյուռքին նայել ենք միշտ որպես կթուկով, ասենք, Սփյուռքից փող ուզենք, հետո այդ փողի կեսը ուտենք, այն մի կեսով դբրոց սարքենք, ասենք, ամեսի ինչ անենք։ Չէ, բայց տեսեք, արա, կապերը մարդիկ ներքին կապերով կարող են, ախր Ուկրաինայից Սփյուռքն է բան չի, հե, ասենք, չգիտեմ, տենց ինչ որ տենց խուժան Սփյուռք չի, էլի նոր կազմավորված, ասենք, հա, տենց չէ, նա, ասենք, անի անկումից հետո, ասենք, կազմավորված Սփյուռքը 11-12-րդ դարից հայերը այնտեղ ապրում են եւ կարելի ասել այդ պետության մեջ միշտ էլ եղել են, կան, հա, եւ տեսեք ինչպես կարելի է օգտագործել, ոնց կարելի է հետները բան անել, հարաբերվել, որ ապրանք գնաց մի անգամից ծախվեց, եւ ես հուսամ, որ ասենք իշխանությունը դրան էլ ուշադրություն կդարձնի եւ մեր մյուս Սփյուռքերը որ կան, ասենք առաջ կա, Սփյուռքի նախարարություն ունենք, ես ինչ հիմա չգիտեմ, ասենք չեմ խորանում դրա մեջ, բայց տեսեք, դա կարելի է օգտագործել։ Ռուսաստանի մասին երկու խոսք ասեցի, ասեցի, որ նրանք երբեք մեզ չեն ընդունելու որպես հավասար, եւ դա տրամաբանական էլ չի, ասենք, իրանք մի հատ գրեք, ասենք, անհամեմատելի միավորներ ենք, էլի մենք, ասենք, մի հատ կետ, ասենք, մի հատ բան է, ռայոն է, էլի Մոսկվայի, հա, Հայաստանի իրաց համար, որպես թփրտում է։ Նույնն էլ կարելի է ասել մեր թուրքերի մասին։ Իրանք երբեք չեն, ասենք, մենք երբեք չենք ճանաչել մեր հարևաններին, հա, ադրբեջանցիներին չենք ճանաչել, թուրքերին չենք ճանաչել։ Մենք միշտ կարծում ենք, որ հետները կարելի է այտենց նորմալ հավասարի հետ բան անենք, այտենց բան չէ, մինչև ասենք փետը ձեռդ միշտ պիտի պահես։ Եթե չունես ուժեղ պետություն, ուժեղ պետական ինստիտուտներ, ուժեղ դաշնակիցներ, բաներ, թուրքը մեզ ուտելու է։ Դա պարզ է, դա իրանց պետությունը դրա համար է ստեղծվել, որ մեզ ուտի, կոկոպիտ ասած, հա, ասենք, Ռուսաստանը կայսրություն է, կայսրությունն է դա, որ պետքա մեզ նմաններին, ասենք, բան անի, տիրի։ Մենք դա պիտի հասկանանք եւ գիտեք ինչն է ամենակարևորը, մենք պիտի հասկանանք, որ դա ոչ միայն պետական մակարդակով է, այլ մարդկանց ուղեղների մակարդակով է այտենց։ Ռուսների մեծ մասը մեզ համարում է չմո։ Հա, նու մեծ չէ, բայց զգալի տոկոսը։ Այս ռուսների մի նայեք, որոնք ոստեղ են լավ բաներ են ասում մեր մասին, բան զարմանում են, որ օ, ինչ լավն է Հայաստանը, բայց սա այն ինտելիգենտ մասան է, որը որ գիրք է կարդաց է, որը որ նու մարդ է, IT է, այս ոլորտից է, չգիտեմ, նու նորմ կրթված մարդիկ են։ Բայց այն բիդլը ասած է, ռուսական շատ լավ բառ կա, բիդլը։
այդ բիդլն երբեք ինքը չգիտի որ մենք քրիստոնյա ենք ինքը չի ճոգում ինքը անգամ իր երկրի ազգերին ասենք ոչ ռուսներին վերաբերվում է որպես տենց ռասխոդնի մատերիալ էլի տենց տեսել եք չէ այդ վիդեոները որ ասում է ինչ եք ասում ստեղ եկել հենց ռադներ քաշեց դու ասում ես եկել եմ իմ բանը մայրաքաղաքը Մոսկվան ասում է դիքո մայրաքաղաք չի ռադդ քաշիստե չի հասկանում որ ասենք այդ ուդմուրտը ասենք կամ չգիտեմ այդ չեչենը կամ որովե այլ ազգի որ ռուս չի Մոսկվան իր մայրաքաղաքն է ինքը չի ջոգում ժողովուրդ մենք պետք է հասկանանք որ միջին վիճակագրական ասենք ռուս բիդլն ինքը չի ընդունում մեզ այո պետք է ամեն ինչ անել որ հարաբերվենք նորմալ մարդկանց հետ նորմալ հա ես ասում եմ ես ինչքան իմ գոլեգաները բան པարզ ասենք նորմալ կրթված մարդիկ են դերասաններ են ռեժիսորներ են իրանք տես չեն բայց այն խաժամուժը տենց ամեն պետք է հասկանանք նու ըստ երևույթին կրթված նորմալ մարդիկ էլ կարող Ադրբեջանի մեջ էլ կա էլի ասենք Ադրբեջանի մեջ չկա բայց դուրսն են երևի որ մեզ չեն համարում որ մեզ պետք է ուտել մորթել արունը խմել երեխեքին վառել կախել պատից բան տենց էլի ասենք կան տես մարդիկ որ տես չեն մտածում հուսամ որ կան բայց ընդհանուր առմամբ մենք պետք է հասկանանք որ մենք այդ տենց վտանգավոր տեղ ենք ապրում այդ տենց վատ տեղ ենք ապրում մենք եւ եթե փետը ձեռներիցս թողնենք մեզ ուտելու են մեզ սպանելու են Ռուսաստանը մեզ խեղտելու է լավա սահման չունենք հետները փառք Աստծո իսկ Թուրքիան մի զբաղվելու է Թուրքիան Ադրբեջանը միշտ էքսպանսիայով է զբաղվելու որ ոչնչացնի մեր պետությունը եւ գիտեք մի երկու խոսքերը տնդիմությանը որը որ 300,000 ադրբեջանցի 300,000 արա հորը սարև արա մեկը դուրս չեկավ մի հատ լուրջ խնդրեմ չբարձրացեց ասեց ժողովուրդ ջան այս 30 տարվա ընթացքում մենք իշխանություն ենք եղել ընդդիմություն ենք եղել իշխանություն ենք եղել ամեն ինչ եղել ենք հա այս երկրի էլիտան ենք եղել մի օր դեմոգրաֆիայի հարց չբարձրացրեցինք մի հոգի Հայաստանում չի ավելացել 30 տարվա ընթացքում դրա մասին մտածել եք կամ իշխանություն կամ ընդդիմություն մտածել եք այդ ձեր ոչ ու փուչ եղած պարլամենտում այդ հարցը բարձրացրել եք խոսել եք դրա մասին չէ Նիկոլին հանենք մենք նստենք 300 ադրբեջանցի չգա 300,000 այ մակարդակները դա է այ դրա համար է սորին ենք դե ոնց որ ասում եմ մենք ենք արժանի ենք համ այդ ընդդիմությանը համ էս իշխանությանը այսինքն մի քանի հարց բարձրացրեցի ամեն հարցի շուրջ կարելի է մի հատ եկա եթեր անել հուսամ որ ասենք մի օր մտքերս ժողվեմ եւ անեմ ինչ ասեմ իսկ հիմա պոզիտիվ նոտայով ավարտենք ապրեն մեր բիզնեսմենները ապրի մեր Ուկրաինայի սփյուռքը որը այսպես ոչ թե չասեմ օգնեց մեզ հա այլապես դասավորեց էլի մարդիկ արեցին էլի ոնց որ ախպեր ջան հա բերեք ծաղեք ինչ ա եղել թեկուս մի քիչ թանկ թեկուս մի քիչ դժվար բայց տեսեք այսինքն հնարավոր է ժողովուրդ ամեն ինչ հնարավոր է ամեն ինչ մենակ որ ուզենանք այդքան բան մենակ որ մեր մեջի կեղտը հանենք իսկ եթե արդեն ուրիշ թեմա է հիմա զահալա չկա ինչ ասեմ ժողովուրդ ջան ամսի 24-ին համեցեք Սարի թատրոն ամսի 17-ին եկեք կամերային թատրոն տարինց քեզ հետ ներկայացումը դիտելու ամսի 19-ին եկեք stand-up club տեսեք տենց ակտիվ թատերական կյանք եմ այսպես ասած սկսե եւ սպասում եմ իմ սիրելի հանդիսատեսին շնորհակալություն հա donation-ը շարունակվում է ժողովուրդ ջան նավես ուզում եմ սարքեմ պրծնեմ վերջապես դեռ այսպես ասած ամբողջ գումարը չի հավաքվել որ ես սկսեմ շինարարությունը ոչինչ ասма պրոբլեմները մենակ փողն